Հայերը շատ նման են բանդերականներին, նկատի ունեմ հայկական քաղաքական էլիտան այսօրվա, գրանտակերներից և գործակալներից բաղկացած։ Նման են ոչ թե հայրենասիրությամբ, ազգայնականությամբ, ոչ, նման են իրենց լպիշությամբ և ծայրահեղ լկտիությամբ ու նագլիությամբ։ Օրինակ տեսեք, 41 թվականի հունիսի 30-ին, երբ գերմանական բանակը գրավում է Լվով քաղաքը, որտեղ ապրում էր 150,000 հրեա, իդեպ 41 թվականի դրությամբ հայերը կազմում էին Լվով քաղաքի Լվովի երրորդ էթնիկ խումբն էին, լեհերից և հրեաներից հետո, նոր չորրորդում ուկրաինացիներն էին։ Ինչևէ, քանի որ դեղ 150,000 մարդ կար կոտորելու հրեա, Հիտլերի բանակի հետ Լվով մտնում են նաև բանդերականները։ Դե այն ժամանակ նրանք պառակտված էին այդ նրանց առաջնորդի Կոնովալեսի սպանությունից հետո, երբ Ստալինը զգում էր բանդերականության վտանգը, ուկրաինական նացիզմի վտանգը 38 թվին հանձնարարեց Պավել Սուդապլատովին վերացնել Կոնովալեսին։ Այդ ՕՈՒՆ-ի պայի մեջ, ՕՈՒՆ-ը դա ուկրաինական նացիոնալիստների կազմակերպությունն էր ու ՊԱՆ ուկրաինական ապստամբների բանակը։ Տարաձայնություններ եղան և դեռ մի քանի ճամբարի բաժանվեցին։ Մի մասը Մելնիկի հետևից գնացին, մյուս մասը Ստեպան Բանդերայի, ըստ պայմանակավորնորեն դրանց բոլորին բանդերական անվանենք։ Ինչևէ, բանդերականների ջոկատները մտնում են Լվով քաղաք, որ իրենց սև գործը կատարեն, ինչը գերմանացու արժանապատվությունից ցածր է, 150,000 մարդ պիտի կոտորեն, և ինչ են անում սրանք հաջորդ օրը։ Հաջորդ օրը սրանք Լվովը հայտարարում են անկախ Ուկրաինա։ Դա նույնն է, երբ ասենք Կիմ Չեն Ինը Կուրսկի ազատագրումից հետո, որտեղ ինքը ինչ-որ օգնություն ցուցաբերեց, Սպեցնազեր ուղարկել, Պուզինին։ Կուրսկի ազատագրումից հետո հայտարարեր, թե միացնում եմ Կուրսկի մարզը Հյուսիսային Կորեային։ Դա խրնագրիություն է չէ, դա անմեղսունակություն է չէ, դա չէ պատկերացնում է չէ։ Եվ դա նույնն է, երբ Յոհաննիսյան Դանիելը Հայաստանի ամենաեվրոպականացված երիտասարդը, որը թաթախված է հակամինցեստի մեջ, մորը դեպքեր կան կապված քրեական, որ սեր ժամանակին հարուսվեցին և դատարան չհասան, նախկին տոտալիտար իշխանությունները փրկեցին սրան։ Հայտարարում է, թե մենք կազգանացնենք Գազպրոմը։ Մենք կազգայնացնենք 102-րդ բազան դուրս կդնենք Հայաստանից, եթե գազը մեր վրա թանկացնենք։ Այդ խա դու Գազպրոմի հետ ինչ գործ ունես։ Ինչ գործ ունես դու Գազպրոմի հետ։ Գազպրոմը Հայաստանի հետ ինչ ընդհանուր բան ունի։ Այդ ինչ կա Գազպրոմը, ինչ ունի Հայաստանում, դա Հայաստանից Գազպրոմը ձեռք չի բերել, որ դու ազգայնացնես։ Այդ մարդիկ իրենք են սարքել, կառուցել իրենց ձեռքով։ 90 թվին Հայաստանը կեսով չափ գազաֆիկացված չէր։ Անկախության տարիներին Հայաստանի գազաֆիկացումը հասավ 97%-ի։ Շատ տեսականորեն գժականով հնարավոր է Գազպրոմից դա խլել, բայց դուք այդ կանկակետ բանն անեք արա։ Դուք հələ փորձեք Զանգեզուրի մոլիբդենը խլել Իգոր Սեչինից։ Ու տեսեք ձեր գլխին ինչ կբերի։ Այն էլ պատահական մարդ չէ։ Փաստացի սեփականատերը մոլիբդենի Իգոր Սեչինն է, Պուտինի այդ ձեռքը Ռոսնեֆտի պրեզիդենտը և փաստացի տերը։ Հələ փորձեք դա խլեք Սեչինի ձեռքից։ Ու տեսեք որքան դուք կարողացնեք հայ ժողովրդի ազատագրումը ձեզնից։ Ինչևէ, լկտիությունը պետք է չափ ունենա, բայց սրանք չունեն, հայ գրանտակերը չունեն, ոչ մի երկրի գրանտակեր չունի։ Սրանք Եվրոպա են ուզում, Արևմուտք են ուզում, առանց վիզա Եվրամիության անդամ են ուզում դառնալ, բայց այդ ամեն ինչի համար ուզում են, որ վճարի Ռուսաստանը։ Չլինի չէ՞ դες, և այսօր Աստանայում արդեն հայտարարություն ընդունված է ԵԱՏՄ 4 երկրի նախագահների մակարդակով ընդունված է հայտարարություն, որը փոխանցվել է
Գրիգորյան Մհերին, տեքստը դեռ չեմ հրապարակում, բայց ինձ արդեն պարզա, թե այդ տեքստում ինչ է գրված։ Պեսկովը ասեց հետևյալը. Հայաստանը պետք է մերձենա Եվրամիության հետ իր հաշվի։ Զբլիժենիե բառն է օգտագործում Պեսկովը, այսինքն Պեսկովը չի ասում Հայաստանը կմտնի Եվրամիություն իր հաշվին, այսինքն չի ասում, թե մենք կսպասենք Հայաստանին կհանդուրժենք, ծերի կպահենք, մինչև ինքը դառնա անդամ, չի ասում, արդեն մերձեցման պրոցեսը իր հաշվին է անելու։ Եվ սա Հայաստանի նորմալ բնակիչներին չի կարող չուրախացնել, որովհետև մինչև այդ 680,000 նախիլը սրանց են տվող, իր կաշի վրա չզգա եվրոպական բոլոր արժեքները, առաջին հերթին եվրոպական գները, գազի, սոլենի, նավթամթերքի և դրանցից բխող են մյուս ծառայությունների և ապրանքատեսակների, այս ազգի սումա խելքի չի գա։ Ճիշտ է, որպես իսկական բանդերական Փաշինյան Նիկոլա գրություն է անում, շատ բաներ է խոսանում, թե 2 տարուց մենք գրեթե ձերի գազ կունենանք, մեր տարածքով գազամով կանցնի այդ թրիպի շրջանակներում, և նախիլը կարող հավատա, ուղղակի այդ նախին հուշենք, որ այդ տրումեն իհարկե կանցնի, այսինքն հնարավոր է, որ անցնի, եթե թրիպը կայանա, բայց դուք այդ գազի հետ ինչ գործում եք արա, ենթադրենք ձեզ է վճարեն, այդ 40 կիլոմետրանոց տրանզիտի համար չնչին կոպեկներ, ձեր եղածը 40 կիլոմետր է, ձեր տրանզիտը, այդ գազը, այդ տրուբից, ոնց պտի հասնի ձեր բնակարանները, Երևան, Վանաձոր կամ Կիրովական կամ Լեննական, ոնց է հասնելու։ Ոչ գազատրանսպորտային համակարգը Հայաստանի ձերը չէ։ Գազպրոմն է կառուցել, Գազպրոմի սեփականությունն է, ոնց եք հասնելու։ Նոր գազատրանսպորտային համակարգ եք ստեղծելու արա։ Դե գնացեք ստեղծեք։ Ինչևէ, փաստենք, որ հայ ժողովրդի համար շատ դժվար ժամանակներ են մոտենում։ Այսօր մի քանի ժամից արդեն պարզ կլինի, թե ինչ է որոշել Վլադիմիր Պուտինը Հայաստանի Եվրոպա ձգտող ժողովրդի մասով և ինչ անենք, հիանանք մեր գրանտակերների, մեր իշխանությունների զայրահեղլեկտիությամբ, անմեղսունակությամբ, ուղղակի հիանալ է պետք, ուղղակի բանդերականների հետքերով են գնում, իսկ թե ուր կհասնեն, ինձ որ պարզ է, ինչպես և նորմալ մարդկանց, մի բան էլ հիշեցնեմ, իհարկե այդ Լվովի լեկտորությունից հետո Հիտլերը պատժեց դրանց, լուրջ պատժեց, իսկ Հիտլերը հիշեցնեմ շատ ինտելիգենտ մարդ էր, արվեստագետ էր, շատ լուրջ մտավորական էր, բարի էր, այնքան էր գրագետ էր շատ, այնքան էր ինքը կրթված, որ պարտիտուրան ձեռքը կարող էր Վագների օպերայի փորձի գնալ և դիրիժորին նկատողություններ անել կամ ինչ-որ ուղղություններ տալ, այդքան նկա։ Վլադիմիր Պուտինը այդքան չկա, այդքան զարգացած չէ, այդքան կրթված չէ, Վագներից ասած շատ հերոյ է, հելուր մնաց, որ պարտիտուրան ձեռքը Վագների փորձերին գնա և դիրիժորին ինչ-որ նկատառումներ արտահայտվի, ավելի դաժան կպատժի սրանց, ձեռ հետ է հայ ժողովրդին, քան Հիտլերը պատժեց լեկտի ասած անմեղսունակ բանդերականներին 41 թվականին։ Ինչ ասեմ, շատ ծանր ժամանակներ են մոտենում, բայց մենք պետք է ողջունենք այդ ժամանակները, եթե ուզում ենք այս ռեժիմից ազատվել, եթե ուզում ենք փրկվել, մնալ Հայաստանը չթողնել, պետք է դիմանալ։ Մի բան էլ այսօր Հայկ Բաբուխանյանը մի լուրեր հրապարակել, համաձայն որի այս ժողովարշապետը
պարտավորությունների վրա վերցրել Ուրսուլայի եվրագինեկոլոգը որ կա, հանձնաժողովի նախագահը հետևյալն է իր վրա վերցրել. Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավոր արևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից բացի մայիսի սկզբին կայացած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովում ստորագրվել է ևս մեկ կարևոր համաձայնագիր՝ Երևանի գործընկերության համաձայնագիրը միգրացիայի վերաբերյալ։ Այս համաձայնագրի համաձայն Հայաստանը համաձայնել է ընդունել մինչև 250,000 մուսուլման փախստականների, որոնք ներկայումս անօրինական կերպով բնակվում են Եվրամիության երկրներում, որոնցից շատերը եկել են Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից և Պակիստանից։ Այսպիսով Փաշինյանը հույս ունի արագացնել Հայաստանի ինտեգրումը Եվրամիությանը։ 250,000 փախստականների մեջ կլինեն նրանք, ովքեր չեն կարողանում ինտեգրվել եվրոպական հասարակությանը։ Դե պարզ է, Եվրոպան բժիշկ փախստականների միջին արևելքից կամ պրոգրամիստ կամ գիտնականների չի ուղարկի ստեղ։ Ովքեր չեն կարողանում ինտեգրվել եվրոպական հասարակությանը, ինչպես նաև նրանք, ովքեր ներկայումս գտնվում են եվրոպական բանտերում տարբեր ծանոթության հանցագործությունների համար։ Սա արդեն որոշված հարց է։ Սրանց բերում է։ Այսքանից հետո Ալիև Էֆենդին կասի չհասկացա, այդ մուսուլման եք բերում, ես իմ որ գրողի ծոցից Պակիստանից, մերձավոր արևելքից Հայաստան, բա իմ մուսուլմաններին ինչ իրավունք ունեք չընդունել, որոնց հայրենիքն է Հայաստանը, որոնց ծնվել են Համասյայում, Կրասնասելսկում, Ջերմուկում, Սիսիանում, 300,000 Ալիև Էֆենդին ուղարկեց ստեղ։ Դե պատկերացրեք Հայաստանի վիճակը։ Հայաստանի վիճակը։ Եվրոպական գներ գազի, նավթամթերքի, սննդի, տրանսպորտի, բազում ծառայությունների, կես միլիոն մուսուլման, փախստական, ու մեկը մյուսից վտանգավոր, հիմա չես կարող ասել պակիստանցի ու իրաքցին է ավելի վտանգավոր հայերի և Հայաստանի համար, թե ադրբեջանցին։ Հայաստանում ծնվածների թոռ կամ զավակ։ Ընթանում ենք դեպի Հայաստանի ավարտը, բնականաբար սրանց մնալու դեպքում։ Երեկվա եթերում ես ասեցի, որ հայ ժողովրդի ամենամեծ սպառնալիքը, որը կարող է ոչնչացնել հայ ժողովրդին, հայաթափել Հայաստանը, դա միայն և միայն և բացառապես հայոց պետականությունն է, անկախ Հայաստանը։ Կամ դա անմիջապես ի սկզբանե առաջին օրվանից լինում է արևմտական, դառնում է անգլիական վասալ, ինչպես 18-20 թվականին տեսանք, և գործը հասցնում է ազգային աղետի, կամ հայոց պետականությունը, հայկական իշխանությունը լինում է բազմավեկտոր և կամ կոմպլեմենտար, ինչպես Քոչարյանն էր ասում, ինչը անպայման կհանգեցնի միավեկտորության և նույն ազգային աղետի։ Սա է, հայերին պետք է փրկել ոչ թե թուրքերից, հայերին պետք է փրկել հայոց պետականության ամենավատ վտանգավոր դրսևորումներից, որոնց պոտենցիալը սպանիչ է ուղղակի։ Առայժմ այսքանը, նորից կխնդրեմ բաժանորդագրվել իմ յութուբյան և տելեգրամյան ալիքներին, լավ մնացեք, կհանդիպենք շատ շուտով, մի քանի ժամից պարզ կլինի, թե ինչ է որոշել մեր մասին Վլադիմիր Վլադիմիրովիչը, աստվածաշ շատ վատ բան որոշած լինի, որովհետև պետք է ամեն ինչ անել, ամեն ինչի դիմանալ, որպեսզի կարողանանք ազատվել Մակրոնի ու Թրամփի ընկերոջից։ Առայժմ